Բարոյ սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն մայիսի 1-ն է եւ այս հաղորդման մեջ մենք մի քանի հարց ունենք քննարկելու Հայաստանին վերաբերող, ինչպես նաեւ միջազգային կարևոր հետաքրքիր հարցեր կան քննարկելու, նախքան հաղորդումը սկսել ավանդության համաձայն անպայման կոչ եմ անում բոլորին լայքել, եթե հնարավոր է իհարկե, նաեւ բաժանորդագրվեք մեր ալիքին, ինչպես նաեւ գրեք ձեր կարծիքը մեկ-մեկ նաև շատ զվարճալի մեկնաբանություններ եմ տեսնում, որոնք որ հաճախ նաև տրամադրություն են բարձրացնում, օրինակի համար երեք մեկը գրել էր մեր օգտատերերից, որ Պակիստանի եւ Հնդկաստանի միջև եթե պատերազմ լինի, հաստատ Նիկոլ Փաշինյանը աջակցելու է Պակիստանին, լավ հետաքրքիր ծիծաղելու սմայլիկ էր դրել, բայց դա չէ կարևորը։ Կարևորը այն է, որ այս դժվարին պայմաններում նույնիսկ դուք սիրելի հայրենակիցներ չեք կորցնում ձեր հումորի զգացումը։ Ինչպես արդեն նշեցի, սկսում ենք Հայաստանից եւ կարևոր է այստեղ սկսել նրանից, որ Հայաստանի հարցերով Ռուսաստանի Դաշնությունը նոր կուրատոր է նշանակում, Սերգեյ Կիրիենկոն նշանակվում է Հայաստանի հարցերով նոր կուրատոր Կրեմլից։ Ինչ է սա նշանակում։ Դրա մասին մի քանի օր առաջ եւս կար տեղեկություն, հիմա կարծես թե սա հաստատվում է, իսկ նշանակում է դա այն, որ Ռուսաստանը փաստացի վերջին տարիների իր քաղաքականության մեջ հարավային Կովկասում, հատկապես Հայաստանի մասով, ունեցել է լուրջ անհաջողություններ, ունեցել է լուրջ թերություններ եւ հիմա լուրջ ձևով սկսել են նախապատրաստվել 2026 թվականի ընտրություններին եւ ամեն ինչ անելու են, յուրաքանչյուր մեթոդի դիմելու են, որպեսզի կարողանան Հայաստանում իրականացնել իշխանափոխություն։ Նախ փորձելու են դա անել հապուկ ուժի միջոցով եւ Սերգեյ Կիրիենկոն հենց այդ ուղղությամբ լուրջ աշխատանքները հիմա սկսվելու, կարծում եմ մենք բոլորս կտեսնենք եւ կնկատենք, թե ինչպես ավելի դաժան տեղեկատվական պատերազմներ կարող է սկսվեն Հայաստանի շուրջ, ինչպես են սկսվելու Հայաստանի հասարակության վրա ազդել տարբեր մեթոդներով եւ ոչ միայն տեղեկատվական մեթոդներով եւ դրա համար չափազանց կարեւոր է ֆիքսել մեկ բան, որ մենք պետք է ավելի զգոն դառնանք, ավելի ուշադիր դառնանք եւ երկրորդը այն է, որ պետք է փաստենք, որ Ռուսաստանի Դաշնությունը փաստացի ձախողել է Հայաստանում եւ դա է պատճառը, որ իրենց կուրատորի փոփոխությունը իրականացնում։ Չափազանց կարեւոր է, որպեսզի մենք կարողանանք բարձր գիտակցություն ապահովել եւ կարողանանք պահպանել եւ պաշտպանել մեր ինքնիշխանությունը։ Շատ վատ է, բայց դա է փաստը, որ Ռուսաստանի Դաշնությունը ցանկանում է հարավային Կովկասի երկրներին զրկել ինքնիշխանությունից, դա ունենք ինչ ունենք, ոչ միայն հարավային Կովկասի երկրներին, այլ նաև խոսքա նրա մասին, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստվում է հարձակվել Բալթյան երկրների վրա, հատկապես Էստոնիայի վրա, այդ խոսակցությունները կան շարունակվում են, բնականաբար մեզ առաջին հերթին հետաքրքրում է մեր տարածաշրջանը, հարավային Կովկասը, խոսքա որ նաև Ղազախստան, Қырғызстан, Տաջիկստան, Ուզբեկստան այդ ուղղությամբ եւս գնալու է Ռուսաստանի Դաշնությունը եւ մեկ անգամ եւս կրկնեմ, մեզ համար ամենակարևորը մեր տարածաշրջանն է, մեր ինքնիշխանությունն է եւ դրա համար մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի, որպեսզի կարողանանք հələ այս պահին, որ տեսանելի է, պաշտպանել մեր անկախությունը եւ ինքնիշխանությունը տեղեկատվական ոլորտում։ Կարևոր տեղեկություն ենք ստանում, որ երեք Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատրյանը հանդիպել է Եվրամիության դեսպանի հետ Հայաստանում, Վասիլիս Մարագոսի հետ։ Կարծում եմ կարևոր հանդիպում եւ կարևոր քննարկումներ են, բայց ես հիմնականում ավելի շատ ուշադրություն եմ դարձնում Հայաստանի արտգործ նախարարի հանդիպումներին կամ վարչապետի հանդիպումներին Եվրամիության դեսպանի կամ Եվրամիության պաշտոնյաների հետ, բայց ամեն դեպքում բաց չէ, որ Հայաստանի Հանրապետության նախագահը եւս այդպիսի հանդիպումներ է անցկացնում։ Դրանից բացի երեք շատ կարևոր քննարկումներ էին Հայաստանի մասով Եվրոպայի ժողովրդական կուսակցության մոտ, հետաքրքիր քննարկումներ էին։ Դրանք էլ բավականին լավ հույս եւ պատկերացումներ են ներշնչում Հայաստանի մասով Եվրամիության մոտեցումներից։ Սակայն այստեղ կարևոր է նշել, որ Պոլիտիկո հեղինակավոր պարբերականը շատ կարևոր անդրադարձ է արել Կալասի այցին Բաքու, շատ ճիշտ եւ կարևոր անդրադարձ է արել, իսկ մենք գիտենք, թե Պոլիտիկոն որքանով լուրջ հեղինակավոր պարբերական է եւ հստակ քննադատություն է հնչել Կալասի այցի կապակցությամբ Բաքու, Հայաստանի մասին բավականին լուրջ հիշատակում կա,
Հայաստանի ժողովրդավարական գործընթացների, հարտակին քաղաքականությանը, Հայաստանը մեծ աշխատանք է կատարել այդ ուղղությամբ, մեծ փոփոխություններ, բայց ահա Կալասը այցելում է Բաքու։ Սա ես արդեն մեկ անգամ չէ, որ նշել եմ եւ կրկին նշում եմ, որ չափազանց կարեւոր է այս առումով մեր աշխատանքը։ Մենք պետք է համարձակորեն կարողանանք քննադատել նրանց, ովքեր որ մեր ազգային եւ պետական շահերին դեմ են քայլեր իրականացնում։ Դեմ ասելով Կայասի այցը Բաքու եւ չայցելելը Հայաստան, դա արդեն լուրջ խնդիր էր եւ մենք բարձրաձայնեցինք եւ ոչ միայն մենք, այլ նաեւ նորմալ բազմաթիվ քաղաքագետներ, մեր նման քաղաքագետներ եւ լրագրողներ։ Դա չափազանց կարեւոր էր, որպիսի Եվրամիության մեջ եվրոպական խորհրդարանի падգամավորները այդ հարցին անդրադառնային եւ պոլիտիկո հեղինակավոր պարբերական։ Մենք պետք է երբեք խնդիր չունենանք քննադատելու նաեւ Եվրամիության քաղաքական գործիչներին, այն քաղաքական գործիչներին, որոնք որ սխալ քայլեր են իրականացնում մեր երկրների ուղղությամբ, եւ դա շատ լավ է եւ արձագանքը իրոք գոհացնող է։ Բայց ես կրկին հիշեցնեմ, իմ կարծիքը այն է, որ Ադրբեջանի հետ եւս լավ է, որ Եվրամիությունը աշխատանք տանի, դա օգնում է, որպեսզի Ադրբեջանը ավելի ու ավելի չգնա դեպի բռնապետական համակարգ։ Դրանից բացի Չինաստանի հետ է խորացնում Եվրամիությունը կապերը, իմիջայլոց Չինաստանը որոշ եվրոպական պաշտոնյաների նկատմամբ չեղարկել է պատժամիջոցները եւ դա հստակ հուշում է մեզ, որ Եվրամիության եւ Չինաստանի միջև նոր հարաբերությունների դարաշրջան է մեկնարկում եւ դա շատ լավ է Վրաստանի համար, Հայաստանի համար, Ադրբեջանի համար։ Ես միանշանակ այս ամենի մեջ միանշանակ իմ ասածի մեջ համոզված եմ։ Բայց եվրոպական քաղաքական գործիչները, կարևոր այդպիսի պաշտոնյաները առաջնահերթությունը պետք է իրոք տան սկզբում Հայաստանին, հետո նոր Ադրբեջանին, քանի որ Հայաստանի հասարակությունը իրոք մեծ սպասելիքներ ունի Եվրամիության պաշտոնյաներից եւ այստեղ չի կարելի հիասթափեցնել Հայաստանին։ Հայաստանը լուրջ քայլեր է իրականացնել ժողովրդավարության ուղղությամբ, արտաքին քաղաքականության մեջ բավականին լուրջ քայլեր է իրականացնել եւ հետեւաբար շատ լավ է, որ Եվրամիության մեջ լուրջ ձևով հնարավորություն ունեն քննադատելու Կայասի քաղաքականությունը։ Հիմնականում սրանք էին սիրելի հայրենակիցներ Հայաստանին վերաբերող կարևոր հարցերը այս պահի դրությամբ, որոնք որ կարևոր էր քննարկել։ Հիմա անցնենք միջազգային կարևոր լուրերի։ Վաղը Հռոմում Իրանի եւ Եվրամիության երկրների միջև մեկնարկում են բանակցությունները եւ արդեն շաբաթ օրը նույն Հռոմում բանակցությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև։ Այս մասին հայտարարություն է տարածել Իրանի արտգործնախարարը։ Նա փաստացի նշել է, որ եվրոպական երկրներից եւս կարևոր է անցկացնել բանակցություններ Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, բայց հստակ ասել է, որ եվրոպական երկրների դիրքորոշման պատճառով իրանք իրենց են հետ գցել, բայց նույն ժամանակ Իրանը ճիշտ է համարել, որպեսզի այդ երկրները եւս միանան այդ բանակցային գործընթացին եւ Իրանը շահագրգռված է, որ եվրոպական երկրները եւս միանան, բայց այստեղ հստակ մեղադրանքը եւ ինչ որ չափով նաեւ երևի թե օբյեկտիվ մեղադրանքը, որ եվրոպական երկրները իրենց քաղաքականության պատճառով իրենք են մեղավոր, որ ինչ որ միտեղ հետ են ընկել այս բանակցային գործընթացից եւ դա շատ լավ է, որ Իրանը իր ատոմային ծրագրի շուրջ նաեւ բանակցություններ է սկսում եվրոպական երկրների հետ եւ շաբաթ օրը արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ տեղի կունենան այդ բանակցությունները։ Սա բավականին լավ կարևոր ազդանշան է նաեւ մեզ համար։ Իրանը կարծես թե ընդհանուր առմամբ շատ էլ լավ է տրամադրված եվրոպական երկրների նկատմամբ, նույն Ֆրանսիայի նկատմամբ, հատկապես Ֆրանսիայի նկատմամբ եւ էլի լավ է, որ Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի հետ եւս փորձում են պայմանավորվել։ Այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգները երևի թե ընդհանրապես հոգ չեն էլ տանում եվրոպական երկրները ներգրավված կլինեն թե չի այդ բանակցություններին, այսինքն նաև այն, որ արդեն մի քանի բանակցություններ տեղի են ունեցել ամերիկյան եւ իրանական կողմի միջև առանց եվրոպական կողմի եւ հիմա եվրոպացիների հետ առանձին բանակցություններ են հաստատի մեկնարկում եւ այդպիսի հայտարարություն է անում Իրանի արտգործնախարարը, դա վկայում է դրա մասին։ Մերձավոր արևելքում եւս հանգիստ չէ, հատկապես Սիրիայում մենք գիտենք, որ Իսրայելը տարբերաբար ռմբակոծում է, շատ հաճախ ռմբակոծում է Սիրիայի տարածքները, Սիրիայի տարածքը եւ հիմա դրուզերն են շատ ակտիվացել եւ հաստատի
Դամասկի մերձակայքում դրուզերի եւ Սիրիայի ազատագրման բանակի միջև սկսվել են ռազմական գործողություններ, բավականին լուրջ ռազմական գործողություններ են։ Դրուզերին աջակցում է Իսրայելը եւ հաստատի Սիրիան չի խաղաղվում, ընդհանուր առմամբ չի խաղաղվում եւ ահա այդպիսի լարված ռազմական գործողություններ են ընթանում Սիրիայում։ Ես կարծում եմ, որ ապագայում հնարավոր է նաեւ այդ ամենի մեջ ներգրավեն նաեւ քրդերը, ճիշտ է քրդերի հետ կարծես թե պայմանավորվել են, բայց մենք հասկանում ենք, որ Իսրայելը իր շահերը ունի, Թուրքիան իր շահերը ունի, Իրանը իր շահերը ունի, այսինքն բոլորը իրենց շահերը ունեն, մասամբ նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները, չնայած որ Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ է пассивացել Սիրիայի մասով, բայց քրդերի մասով բավականին ակտիվ քաղաքականություններ վարում, եւ դա է պատճառը, որ ես չեմ բացառում, որ նաև մոտ ապագայում ոչ միայն դրուզերը, այլ նաև քրդերը ակտիվանան Սիրիայում։ Հնդկաստանի մասով, ինչայլոց դա նաև մեր վերնագիրն այսօրվա հաղորդման, կարևոր համարեցի, ճիշտ է երկար շատ խոսելու բան չկա, բայց շատ կարևոր տեղեկություն է, որ Հնդկաստանը որոշում է կայացրել ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը փակել իր օդային տարածքը Պակիստանի հետ կապված բոլոր ինքնաթիռների համար, դա բավականին լուրջ նաև ազդանշան է նրա, որ ռազմական գործողությունները կարող է սկսվեն։ Հիշեցնեմ, որ երկու օր առաջ Նարենդրա Մոդին, Հնդկաստանի վարչապետը, ազգային անվտանգության խորհրդի նիստ էր անցկացրել, որին մասնակցում էին նաև զինվորականները եւ զինվորականներին ազատ գործողությունների հնարավորություն է տվել եւ խոսք կա նաև այն մասի, դա արդեն ասում են պակիստանյան, դա արդեն ասում են Պակիստանի իշխանությունները, որ մոտակա 24 կամ մի փոքր ավել ժամերի ընթացքում կարող է մեկնարկել պատերազմ, իսկ Հնդկաստանում տեղի ունեցած այդ ազգային անվտանգության խորհրդի ժամանակ հստակ հայտարարվել է, որ բոլոր ահաբեկչական խմբավորումները պետք է պատասխանատվություն կրեն եւ պատասխան ստանան։ Պատասխան ստանալը նշանակում է, որ նրանք պատասխան են ստանալու արդեն երևի թե ամենայն հավանականությամբ արդեն Պակիստանի տարածքում, քանի որ ահաբեկչական զինված խմբավորումներ գոյություն չունեն Հնդկաստանի տարածքում։ Եվ հետեւաբար մենք այս մի քանի օրերի ընթացքում պետք է սպասենք լուրջ սրացումների եւ ռազմական գործողությունների։ Հիմա անդրադառնանք ռուս-ուկրաինական պատերազմին եւ ընդհանրապես ինչ է տեղի ունենում Ուկրաինայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև, Ուկրաինա-Ռուսաստան, փաստացի Ռուսաստանի Դաշնությունը հիմա արդեն դեմ չէ ուղիղ բանակցել Ուկրաինայի հետ, եթե նախկինում չէին ճանաչում Զելենսկիի իշխանությունը, ասում էին, որ մենք նրա հետ չենք բանակցելու, հիմա փաստացի դեմ չեն բանակցությունների, բայց ընդհանուր առմամբ կարծես թե նշվում է, որ փակուղի է մտել բանակցային գործընթացը ոչ ամբողջությամբ, քանի որ Քիթ Քելոգը հայտարարում է, որ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև 22 պայմանավորվածություններ արդեն կան համաձայնեցված, այսինքն 22 պայմաններ համաձայնեցված են կարգավորման շուրջ։ Ուկրաինան նաեւ պատրաստ է դե ֆակտո ընդունել տարածքների կորուստը, բայց ոչ թե դե յուրե, այսինքն փաստացի պատրաստ է ընդունել, որ տարածքային կորուստ է ունեցել այս պատերազմում, բայց չի ճանաչելու դրանք Ռուսաստանի տարածքի մաս։ Հիմա հիմնական խնդիրը այն է, որ Ռուսաստանի Դաշնությունը պահանջում է, որպեսզի Ուկրաինան զինաթափվի եւ չունենա բանակ, ինչի հետ համաձայն չէ թե Ուկրաինան, թե Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Դրանից բացի բավականին դժվարություններ ունեն եվրոպացիները, կարծես 25000 խաղապահ պետք է կարողանան հավաքել, այդ առումով որոշակի բարդություններ, դժվարություններ ունեն նաև եվրոպական երկրները։ Խոսք կա նաև նրա մասին, որ Ռուսաստանի Դաշնությունը ուժեր է նախապատրաստում հարձակվելու Բալթյան երկրների վրա, եւ եթե պատերազմը դադարեցվի 6 ամիս անց Ռուսաստանի Դաշնությունը կարող է պատրաստ լինել, հնարավորություն կարող է ունենալ հարձակվելու։ Ճիշտն ասած, այսքան էլ ես չեմ հավատում դրան, քանի որ այդ երկրները ՆԱՏՕ-ի անդամ են, բայց ահա այդպիսի խոսքեր, մտքեր կան, նաև մեջբերում են Մեդվեդևի հայտարարությունները, պնդումները, չնայած որ Մեդվեդևը մեկ-մեկին իրեն է հակասում այդ հայտարարությունների մեջ։ Այս ամենին կարելի է նաև ավելացնել այն, որ վերջի շրջանում Ռուսաստանի արտգործ նախարարությունը հաճախ է սկսել Եվրոպային մեղադրել ֆաշիզմի եւ նացիզմի մեջ, հիշեցնելով առաջին եւ երկրորդ համաշխարհային պատերազմները, բայց երեք հետաքրքիր հայտարարություն է արել Վլադիմիր Պուտինը Եվրոպայի մասով, ասելով, որ
վաղ թե ուշ Եվրոպայի եւ Ռուսաստանի միջև հարաբերությունները կվերականգնվեն, բայց այստեղ մեկ ուրիշ բայց էլ կա, նույն կայակալասը, որին որ մենք շատ գովում ենք այս մի քանի օրերի ընթացքում, ճակերտների մեջ իհարկե, հայտարարել է, որ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները չեղարկեն պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ, ապա ամենայն հավանականությամբ այդ քայլին չդիմի նաև Եվրոպան։ Պուտինի հայտարարությունները, որ Եվրոպայի հետ կարող է վաղ թե ուշ վերականգնվեն հարաբերությունները, բնական է ուզում ենք հավատալ, ուզում ենք լավատես լինել, բայց ընդհանուր առմամբ այս պահի դրությամբ չեմ կարծում, որ դրա նախադրյալները կան, դրան մենք պետք է սպասենք։ Չնայած բնականաբար նաև մեր շահերից է բխում, որ հարաբերությունները Ռուսաստանի եւ Եվրամիության միջև, եթե ոչ կարգավորեն, ապա լարվածությունը կունենավազի, հնարավորինս լարվածությունը նվազի, դա կարծում եմ ինչ որ միտեղ բխում է մեր շահերից, բայց քանի կա այս լարվածությունը, սա ստեղծում է ինչ որ հնարավորություն նաև ինչ որ միտեղ թե հնարավորություններ է մեզ համար ստեղծում եւ թե մեծ վտանգներ, եւ այդ հնարավորությունների պատուհանից էլ պետք է օգտվել, որպեսզի մեր երկրները ավելի անկախանան եւ մաքրվեն այն բոլոր խոչընդոտները ներսում երկրների, երկու օդկանի խոչընդոտների մասին է խոսքը, որոնք որ կան եւ ուրիշ օտար երկրների շահեր են փորձում իրականացնել եւ տարածել մեր երկրներում։ Այսինքն հնարավորություններ եւս մենք ունենք, ինչպես նաեւ բավականին լուրջ վտանգներ, բայց ընդհանուր առմամբ մեզ կարծում եմ շատ ձեռնտու է, որ լարվածությունը նվազի Եվրամիության եւ Ռուսաստանի Դաշնության միջև, ես ուղղակի մտքերս կրկնում եմ, որ պարզ լինի, բայց նույն ժամանակ չեմ տեսնում այս պահի դրությամբ, որ նման բան հնարավոր է շատ շուտ տեղի ունենա։ Հակառակը ամեն ինչ ուղղում է նրա մասին, որ լարվածությունը ել ավելի կարող է մեծանալ ցավոք սրտի Ռուսաստանի եւ Եվրամիության միջև։ Եվ այսօրվա ամենակարևոր լուրերից մեկը այն է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Ուկրաինան վերջապես ստորագրել են հազվագյուտ մետաղների վերաբերյալ փաստաթուղթը, դա երկար ամիսների քննարկման թեմա էր դարձել, լուրջ խնդիրներ կային այդ հարցի շուրջ, եւ հիմա կարծես թե ընդհանուր հայտարարի են եկել, չնայած ամերիկյան կողմը մեղադրում է Ուկրաինային, որ վերջի պահին Ուկրաինան փորձում էր կրկին փոխել այդ փաստաթուղթը, հետո հաջողվել է փոխել, թե չէ Ուկրաինային չեմ կարող ասել, բայց հիմնական միտքը այն է, որ ուկրաինացիները կարողացել են հասնել այնպիսի փաստաթղթի, որով որ Ուկրաինան չի ընդունում պարտք Ամերիկայի Միացյալ Նահանգների նկատմամբ, եւ Դոնալդ Թրամփն էլ իր հերթին հայտարարում է, որ այդ պայմանավորվածությունների շնորհիվ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարողանան հետ բերել իրենց $350 միլիարդ, չնայած որ բոլորս գիտենք, որ 100-ից մի փոքր ավել է իրականում Ամերիկայի Միացյալ Նահանգները օգնել Ուկրաինային, եւ դրանից էլ ավել Թրամփի խոսքերով նրանք կարողանալու են հետ բերել Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Նրանց բացի ընդհանուր հիմնադրամ է ստեղծվելու այդ գումարներից եկամուտների Ուկրաինայի ստացած եկամուտներից գեներացված, որով որ Ուկրաինան պետք է վերականգնվի։ Խոսքը միլիարդավոր, տասնյակ միլիարդավոր դոլարների մասին է եւ տարիների ընթացքում այդ եկամուտների շնորհիվ Ուկրաինան կկարողանա վերականգնել։ Սակայն կարևորը այն է այստեղ նշել, որ Ուկրաինան հնարավորություն կունենա դառնալ Եվրամիության անդամ եւ այդ բնական ռեսուրսները ըստ ուկրաինական կողմի հաղորդագրության այնուամենայնիվ մնալու են Ուկրաինայի ձեռքում։ Այսինքն դրանք երևի թե այդ պայմանավորվածությունները փոփոխման ենթակային, եթե պետք լինի դրանք փոփոխել, եւ դրանից բացի դրանք չեն դառնալու խոչընդոտ Ուկրաինայի անդամակցությանը Եվրամիության մեջ։ Շատ հետաքրքիր է եւ ես կարծում եմ, որ այդ փաստաթուղթը իրականում շատ կարեւոր է Ուկրաինայի համար, դա հստակ ընդգծում է Ուկրաինայի ինքնիշխանությունը, ամրապնդում է Ուկրաինայի ինքնիշխանությունը Ռուսաստանի նկատմամբ, երևի թե այդ փաստաթղթին ամբողջությամբ ծանոթ չեմ, բայց տրամաբանության համաձայն, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները այդպես լուրջ ձևով մտնում են Ուկրաինա եւ սկսում են հատուկ հազվագյուտ մետաղներ արտահանել եւ որոշ միներալներ, ապա Ռուսաստանի Դաշնությունը դժվար թե հարձակում կարողանա իրականացնել այդ շրջանների նկատմամբ, այսինքն դա բավականին լուրջ ինքնին բավականին լուրջ անվտանգային երաշխիքներ է ստեղծում Ուկրաինայի համար, ինչը չեմ կարծում, որ վատ է նաեւ մեզ համար, այսինքն կարծում եմ, որ դա ինչ որ միտեղ լավ է նաեւ մեզ համար, քանի որ դա նպաստելու է Ուկրաինայի ինքնիշխանությանը, եւ Ուկրաինայի ինքնիշխանությունը
հաստատի Ուկրաինայի ինքնիշխան մնալը նպաստելու է նրան, որ մենք կարողանանք ունենալ եւ պաշտպանել մեր ինքնիշխանությունը։ Այս առումով դա չափազանց կարևոր է։ Հիմնականում այսքանը սիրելի հայրենակիցներ, կրկին հիշեցնեմ լայքերի համար, բաժանորդագրվեք, եթե չեք բաժանորդագրվել մինչև հիմա մեր ալիքին, հաջողություն, կհանդիպենք։